Բաքվի բանտում պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ընտանիքի փաստաբան Ջարեդ Գենսերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին եւ արտգործնախարար Արարատ Միրզոյանին կոչ է արել ուսումնասիրել ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության գծով խորհրդական Մայք Ուոլցի հայտարարությունները։ Գենսերը նշել է, Վաշինգտոնն ընդգծել է ոչ միայն խաղաղության պայմանագրի ստորագրման, այլև հայ գերիների ազատ արձակման անհրաժեշտությունը։ Նա հավելել է. «Վստահ եմ, որ այս առանցքային կետերում դուք լիովին համաձայն եք Թրամփի վարչակազմի հետ»։ Հիշեցնենք, Ուոլցը Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հետ զրույցում ընդգծել էր, որ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիրը պետք է ավարտել, ինչպես նաև ազատ արձակել բանտարկյալներին։ Միացյալ Նահանգները պատրաստվում է Գերմանիայի իր բազայից ռազմական տեխնիկա տեղափոխել Հայաստան համատեղ զորավարժությունների անցկացման համար։ Տեխնիկան կփոխադրվի վրացական Փոթի նավահանգստով։ Այն Գերմանիայի Դյուելման բազայից տեղափոխվելու է Հայաստանի Զար բազա։ Դիվանագիտական մաքսազերծման ենթակա սարքավորումները չեն կարող տեղափոխվել Ռուսաստանի, Թուրքիայի կամ Ադրբեջանի տարածքով դիվանագիտական թույլտվությունների հետ կապված խնդիրների պատճառով։ Նշենք, որ անցյալ տարի հայ-ամերիկյան համատեղ արծիվ գործընկեր զորավարժությունները մեկնարկել էին հուլիսի 15-ին։ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի պաշտոնի համար առաջարկելու է Արթուր Նահապետյանի թեկնածությունը։ Նա տեղեկացրել է, երկուական առանձին հանդիպումներ է ունեցել հարցազրույցի փուլը անցած բոլոր 3 թեկնածուների՝ Պետրոս Մարտիրոսյանի, Արթուր Նահապետյանի եւ Գևորգ Քոչարյանի հետ, եւ որոշել առաջարկել Նահապետյանի թեկնածությունը, որը ըստ Փաշինյանի թե հանրագումարով, թե բարեվարկությամբ առավելագույն միավորներն է հավաքել մրցութային փուլում։ Ինքնաթիռային պարկի թարմացմամբ եւ նոր օդանավերի ձեռքբերմամբ պայմանավորված հայկական ավիաուղիները ապրիլի 7-ից ժամանակավորապես դադարեցնելու է թռիչքները։ Ավիաընկերությունը բոլոր այն ուղևորներին, որոնք ամրագրված կամ ձեռքբերված տոմսեր ունեն ապրիլի 6-ից հետո, խնդրում է դիմել այն կազմակերպությանը, որի միջոցով գնել են տոմսը գումարի ամբողջական հետվերադարձ կատարելու համար։ Հայկական ավիաուղիների կայքից ձեռքբերված տոմսերի հետվերադարձը հնարավոր է կատարել էլեկտրոնային փոստի միջոցով։ Վրաստանի նախկին նախագահ Միխայիլ Սահակաշվիլին սահմանն ապօրինի հատելու գործով դատապարտվել է 4.5 տարվա ազատազրկման։ Դատավորը հայտարարել է, որ հաշվի առնելով այլ գործերով կայացված նախորդ վճիռները, Սահակաշվիլին ընդհանուր առմամբ բանտում կանցկացնի 12.5 տարի։ Մարտի 12-ին էլ դատարանը Վրաստանի նախկին նախագահին դատապարտել էր ևս 9 տարվա ազատազրկման բյուջետային միջոցների յուրացման գործով։ Միացյալ Նահանգների ու Եվրոպայի միջև փոխադարձ մաքսատուրքերի սահմանումը վտանգում է անդրատլանտյան բիզնեսը, դրա վնասները կարող են հասնել տարեկան 9.5 տրիլիոն դոլարի։ Այս մասին ասվում է Եվրամիությունում Ամերիկայի առևտրի պալատի զեկույցում։ Նշվում է, որ 2024 թվականին առևտրային հարաբերությունները ռեկորդային մակարդակ են գրանցել։ Ապրանքների եւ ծառայությունների առևտուրը կազմել է 2 տրիլիոն դոլար։ Մինչդեռ 2025 թվականը կարող է լինել ինչպես խոստումնալից հեռանկարների, այնպես էլ վտանգի տարի աշխարհի խոշորագույն առևտրային հարաբերությունների համար։ Անցած շաբաթ Վաշինգտոնը մաքսատուրքեր է սահմանել պողպատի եւ ալյումինի ներմուծման համար, Բրյուսելը պատասխան քայլեր է մշակել։ Միաժամանակ Դոնալդ Թրամփը սպառնացել է Եվրամիությունից ներմուծվող գինու եւ ոգելից խմիչքների համար 200% մաքսատուրքեր սահմանել։